Ողջույն գործարարալիքին միացած մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին դուք միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը թվային հարթակներում հիշեցնեմ որ եւս կարող եք դիտել հաղորդաշարերը սա թարմ ուղեղով առավոտյան զրույցն է եւ մեր տաղավարում հյուրընկալել եմ արձակագիր եւ հրապարակախոս Հայկ Հովյանին Հայկ ջան բարև ձեզ Ողջույն Վերջին անգամ երբ դուք մեր տաղավարում էիք, այստեղ բացարձակ այլ հարցեր էիք քննարկում, մասնագիտական, բայց այո, գրական, այս անգամ ուղղությունը շեղվում է դեպի քաղաքական, հասարակական, քանի որ դուք կարծես թե նաև այդ ոլորտում եք փորձում ներկայանալ, կարծիք ձևավորել եւ դիրքավորում եք ձեզ որպես վերլուծաբան եւ առհասարակ ով է այսօրվա վերլուծաբանը։ Առհասարակ ես կարծում եմ որ գրականությունն ու քաղաքականությունը բավականին փոխկապակցված բաներ են ու եթե պատմական անցյալն ենք նայում մեր դասական գրողների մեծ մասը հենց իրենց տեքստերը բավականին քաղաքական բնույթ էին կերում պարզապես այն ժամանակ քաղաքականություն չկար մարդիկ գրականությամբ էին զբաղվում իրենց քաղաքական խոսքը գրականության միջոցով էին փորձում տեղ հասցնել հիմա փառք Աստծո հնարավոր է նաև քաղաքականության մեջ ուղիղ խոսք էլ ասել, բայց դա ոչնչով չի բացառում այն հանգամանքը, որ գրականությունը եւ քաղաքականությունը բավականին փոխկապակցված են։ Ես կարծում եմ, որ արձակագիր քաղաքականություն սովետական միության ժամանակ կամ դրանից առաջ կար քաղաքականություն, չկար։ Շատ բաներ արգելված էին, շատ բաներ սահմանափակ էին, բայց դե կար, չէ՞։ Դե քաղաքականությամբ զբաղվում էր մի կուսակցության վերնախավը այլ ոչ թե ոնց որ ասենք հիմա է կան տա կուսակցություններ քաղաքականությունը կուսակցությունների միջոցով է իրականացվում հա խորհրդարանական կառավարման համակարգը մեր երկրում ուստի հետեւաբար կուսակցությունները եւ քաղաքական մնացած խմբավորումները հենց հիմնական դերակատարներն են քաղաքականությունը իրագործելու եւ իրականացնելու դուր է գալիս ձեզ ամեն դեպքում փոխկապակցված էս ձևաչափով հանդես գալ, այսինքն գրականությունը քաղաքականության հետ միքսել ու այդ տարբերակով կարծիք ձևակերպել։ Գիտեք, քաղաքականության մեջ դուրեկան բան չի շատ քաղաքականության մեջ լինելը, հա, եթե պաշտոն չես զբաղեցնում, այդ պաշտոնի բարիքներից չես օգտվում, այլ պարզապես հանրային խոսք ես ասում ու դրա դիմաց վիրավորանքներ է ստանում, դրա մեջ ոչ մի հաճելի բան առհասարակ չկա, բայց այ որ դիրքավորումից ենք խոսում, ես ինձ դիրքավորում եմ մարդ, որը իր ամբողջ կյանքը ապրել է Հայաստանի Հանրապետությունում, պլանավորում է իր կյանքը շարունակել ապրել Հայաստանի Հանրապետությունում, պլանավորում է կամ հույս ունի, որ իր զավակների կյանքը նույնպես անցնելու է Հայաստանի Հանրապետությունում, ուստի չի կարող իրան զերծ պահել Հայաստանի շուրջ ու ներսում տեղի ունեցող երևույթներին չխառնվելուց, չարձագանքելուց, խոսք չասելուց։ Այն դիրքավորումն այսպիսին է։ Իսկ ես ինձ դիրքավորում եմ մի մարդ, որը որ այսպես պոետիկ ասած, հա, իր կաշին դրել է խաղի մեջ։ Իսկ Հայաստանում ապրել է, կյանքը կապել է Հայաստանի հետ, հա, դա կաշին խաղի մեջ դնել է։ Ու այդ մարդը, որ տենց է իրան դիրքավորում որպես մի մարդ, որը մասնակից է տեղի ունեցողին, չի կարա զերծ մնա նաև քաղաքականությունից, որովհետև այդ երկրի կառավարումը, այդ իրականությունը, որը մենք ուզում ենք կամ սպասում ենք, որը պիտի լինի, դա ուրիշ ձև չի կարա իրականացվի։ Դա միայն այդ քաղաքական process-ների միջոցով է հաջողվելու։ Ուստի հնարավոր չի դրանից զերծ մնալ։ Իմ դիրքավորումն այսպեսին է։ Այ ձեր պատկերացրած Հայաստանը ո՞րն է։ Ես հաճախ եմ տեսնում, որ դուք համամիտ եք իշխանության վարած քաղաքականության հետ եւ այնպես չի որ այդպես լուրջ ընդդիմադիր կարծիք եք հայտնում այն ինչ որ իրենք անում են չնայած շատերին ովքեր պատկերացնում են Հայաստանը բացարձակ այլ ձևաչափով Հայաստանի Հանրապետությունը այլ տարածքներով այ վախեր չունեք որ ինչ որ մի պահի ձեր պատկերացրած Հայաստանը չի լինի որովհետեւ սխալ ճանապարհ է տանում այս ամենը Գիտեք, ստեղ ասել պաշտպանել իշխանությանը կամ տենց չէ, ոնց որ տենց ձևակերպեցիք։ Ես ավելի շատ sense կասեմ, կոնկրետ որոշակի քայլեր, որոնք գուցե երազանքի քայլերը չեն կամ երազանքի իրականությունը չի, բայց օբյեկտիվության տեսանկյունից ու ռեալիզմի տեսանկյունից, քանի որ իմ համար դրանք
ալտերնատիվ չունեցող քայլեր են, ուստի հա ես որոշ քայլեր, որը իրականացնում է իշխանությունը հատկապես արտաքին քաղաքականության, որոշ հարցերում նաև ներքին քաղաքականության տեսանկյունից, ես պաշտպանում եմ, որովհետև իմ կարծիքով այն աղետները, որոնք եկան ու մեզ պարուրեցին այս 30 տարվա անկախ Հայաստանի գոյության ինչ որ մի կետում, նկատի ունեմ պատերազմ, Արցախի կորուստը եւ այլն, ես ինքս համարում եմ, որ դրա առյուծի բաժինը այդ աղետի մեր մտածողություններ, մեր լռություններ, մեր համակերպումներ, շատ դեպքերում վախներ չխոսալու կամ տենց ցավոտ լուծումների չգնալու, բայց այստեղ ձեզ կհակադարձեինք, ասենք, իսկ 18 թվականին մարդիկ որոշեցին, որ էլ չեն լռելու, չէ՞, բայց արդյունքում տեղի ունեցավ այն ինչ որ տեղի ունեցավ։ Իսկ չլռեցին ինչ հարցով։ Այդ հարցով, որը որ մեզ աղետ բերեց, այդ հարցով ավելի էր կարծրացել մեր դիրքորոշումը, այսինքն մենք ցավոտ լուծումների գնալու փոխարեն գլուխներս թաքցրել էինք տենց ավազի մեջ ու մտածում ենք, որ եթե մենք այդ մասին չխոսանք ու համարենք, որ մենք բոլոր հարցերը լուծել ենք, այդ հարցերն ինքն իրան տենց կլուծվեն ու կգնան, բայց այդ իրականությունը այդպես չի, ու ես հիմա իմ վրա պատասխանատվություն եմ զգում նաև այդ մասին խոսալու, եթե իհարկե շատ ավելի դժվար է հիմա իշխանություններին ինչ որ հարցերով աջակցել, քան ընդդիմությանը, որտեղ ընդդիմությանը աջակցելը շատ հեշտ է։ Բոլորը քեզ ծափ կտան, բոլորը քեզ կասեն, ինչ լավ մտավորական է, ինչ լավ արձակագիր է, հələ ոնց անդեմ խոսում իշխանությունը։ Դա շատ ավելի հիմա հեշտ է, քան պաշտպանել իշխանության դիրքորոշումը, որովհետև իշխանության դիրքորոշումը ավելի ցավոտ է ու ավելի ռեալիստիկ ոչ հաճելի է, ասենց ասեմ, հա, մեր մտածողության տեսանկյունից դա ոչ հաճելի մոտեցում է։ Ընդդիմության մոտեցումը շատ ավելի տենց պաթետիկ է, շատ ավելի գրքային է, շատ ավելի հաճելի է, բայց մեր անցած ուղին այս 30 տարվա ցույց տվեց, որ տենց այդ պաթետիկ ուղով գնալը մեզ աղետի է բերում։ Ոչ չեմ կարծում, որ հիմա էլ արժի լռել։ Հիմա պետք չի լռել։ Իշխանության քաղաքականության մեջ պաթետիզմ չեք տեսնում։ Առհասարակ պաթոսն այնպիսի բան է, որ ցանկացած իշխանության ուղեկցում է աշխարհի բոլոր երկրներում։ Ինձ ավելի հետաքրքիր է արվող քայլերը։ Այսինքն այն ինչ որ արվում է, դուք համարում եք, որ դա իսկապես գուցե բարդ ճանապարհ է, գուցե վտանգավոր ճանապարհ է, բայց ամենաճիշտ ճանապարհն է։ Ուղիղ ասեմ, այո։ Որ կետերում եք համաձայն հատկապես իշխանության հետ։ Ես համաձայն եմ այն կետում, որ հայրենիքը ու Հայաստանը մենք պետք է նույնացնենք այս մեր ունեցած 29740 քառակուսի կիլոմետրի մեջ։ Իսկ այն մնացածը մեզ խանգարում է հիշել ու դրա մասին խոսել։ Հարցը դե հիշողության մասին չի։ Բայց ախր հիշողության մասին է հարց դրվում է։ Ես որտեղ օրինակ այդպես հարց դրվել։ Դե եթե անդադար ասվում է, որ իրական Հայաստանը էս է, մենք սրանից այն կողմ ոչինչ չենք պատկերացնում, մենք չենք խոսում դրա մասին, օրինակ վերջին շրջանում Մասիսարի թեման, մենք գիտենք, չէ՞, Մասիսարը ումն է եղել, հայկական է եղել, հայկական չի եղել, եւ դրա մասին խոսք անգամ չի գնացել։ Դա նորմալ է, այսինքն մեր պատմական հայրենիքի հանդեպ հիշողությունը խոսելը արդյոք վտանգներ է պարունակում մեզ համար։ Այստեղ շատ կարևոր է առանձնացնել ով է խոսում, ինչի համար է խոսում ու այդ խոսածածը ինչի տակ է դրած։ Եթե դա մենք խոսում ենք, հա, պաշտոնական լեքսիկոնի մասին, մենք խոսում ենք պետական ատրիբուտիկայի մասին, մենք խոսում ենք ինչ որ պետության կազմակերպած, հա, պետության հետ ասոցացվող երևույթների մասին, դա մեկ այլ բան է։ Իսկ տանը նստած իրար հետ խոսալ կամ չգիտեմ կենաց ասել կամ Արարատը նկարել, տանել, վերնիսաժում կախել, դա այլ բան է։ Մենք պիտի այդ երկուսը տարանջատենք իրարից։ Այդ որ ասում եք, ինչ հարցով եք աջակցում կամ ինչ որ մի բան, այ հենց sense հարցերի մասին է խոսքը։ Պետք չի վերնիսաժի նկարը եւ պետական ատրիբուտիկան խառնել իրար։ Դրանք տարբեր բաներ են։ Հա, կնիքը անznագրի մեջ դա մեկ այլ բան է։ Վերնիսաժում կախած նկարը մեկ այլ բան է։ Մենք պիտի կարողանանք տարանջատենք այդ բաներն իրարից կամ բանաստեղծությունը մեկ այլ բան է։ Երկրի վարչապետի ասած խոսքը մեկ այլ բան է։
Իսկ երբ որ մենք խոսում ենք Արարատի մասին, դա պետք չի դիտարկել տենց, որ կամ խոսենք պատմություն ջնջելու մնացածի մասին, չէ իհարկե։ Հարցեր առաջանում, որ մենք տարածքային նկրտումներ ունենք եւ մենք վաղը գնալու ենք Մասիսը հետ բերելու, բայց այդպես չի իրականում։ Իսկ ո՞նց է դա տարածքային նկրտում։ Չի, եթե դա չէ, տարածքային նկրտում պետական մակարդակով, բայց ինչի՞, այդ օրինակ այդ Մասիսարը կնիքի վրա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է, որ մենք Հայաստան մտնող, չէ, մենք Հայաստան մտնող տուրիստին ցույց ենք տալիս, որ դա մերն է, ճիշտ է։ Հայկական է։ Մերն է։ Հայկական է։ Հայկականը չի նշանակում մերն է։ Մերն է եղել։ Այս պահի դրությամբ ցավոք սրտի Հայաստանի Հանրապետության վերահսկողության։ Հիմա եթե ասում ենք հայկական է, դա ինչ որտեղ մենք ասում ենք մենք փորձում ենք մեր հիշողության մեջ պահենք ու շեշտենք ու մնացածին ցույց տանք, որ դա մերն է եղել, ճիշտ է։ Դա ենթադրում է, որ եթե մի բանը մերն է եղել, մենք նաև հավակնում ենք այդ դրան։ Ես կարծում եմ, որ դա հավակնություն է նշանակում իհարկե, եթե դու դա պետական ատրիբուտիկայի միջոցով ես անում, որտեղ ստեղ ասում եմ, էլի պիտի տարանջատել Մասիսի նկարը եւ անձնագրի մեջ դրվող կնիքը։ Մենք դա չենք ուզում իրարից տարանջատել, ոնց որ չենք շատերի մտքի մեջ չի տարանջատվում կամ չէր տարանջատվում Ստեփանակերտը եւ Վայքը։ Իսկ դրանք տարբեր բաներ են, դրանք տարբեր իրավական կարգավիճակներ ունեցող բաներ են։ Ինչպես չէր տարանջատվում։ Ինչ իմաստով նկատի ունեք։ Շատերի համար տարբերություն չկար։ Ստեփանակերտն էր թե Վայքը։ Հիմա էլ մարդիկ, որ օրինակ համար խոսում են ինչ որ երևույթների մասին, ասում են, այն ինչ եղավ Ստեփանակերտի հետ կլինի նաեւ Մեղրու հետ։ Դա նշանակում է մարդը չի կարողանում ընկալի Մեղրու ու Ստեփանակերտի տարբերությունը, իսկ այդտեղ տարբերություն կա։ Այդ տարբերությունները հասկանալն է շատ էական։ Շատ լավ, ես հասկանում եմ ձեզ, բայց ո՞րն է տարբերությունը, երբ օրինակ Արցախի կորուստից հետո մենք շարունակական դեպքերի զարգացում եւ օկուպացիաներ տեսանք օրինակ Ջերմուկում։ Լավ, եթե սա Հայաստանի Հանրապետության այդ 27900 քառակուսի կիլոմետրի մեջ է մտնում։ Լավ, ո՞րն է խնդիրը, որ նույնը չի։ Դե ես այդ դեպքում մի հատ հարց տամ, այդ հակադարձեմ, հա, տենց ասողներ։ Իսկ տենց ասողներն օրինակ Արծվաշենի դեպքում էլ այդ հարցը բարձրացնում էին 30 տարի, ասում էին, բա մեր տարածքը, մեր ինքնիշխան տարածքը, մեր քարտեզով ու ամեն ինչով Հայաստանի տարածքը բռնազավթված է։ Ինչի՞ բա չէին գնում հետ բերեին Արծվաշենը։ Այդ մարդիկ օրինակ այդ հարցին պատասխան ունեն, ինք ունեն դաշնակցականները, հա, նստած են եղել կոալիցիայում 20 տարի։ Երբևէ Արծվաշենի հարցը բարձրացրել են, ասել են, ախր դա մեր ինքնիշխան տարածքն է, դա մեր պետության տարածքն է, քարտեզով ամեն ինչով մերն է։ Դա Ջաբրայել չի է, դա մեր տարածքն է։ Մը բռնազավթված է 30 տարի, բայց ինչի՞ չեն գնացել դի հետ բերեն։ Այդ հարցին պատասխան կա։ Իհարկե մտածել են, որ ինչ որ մի բան իրանք են գրավել, մի բան մենք ենք գրավել, հա, տենց է եղել տրամաբանությունը։ Իրանք մեր անկլավը մնացել է իրանց անկլավները մնացել է մեր։ Բայց ինչ որ, այսինքն պայմանավորվածություն է, հա, եղել Ադրբեջանի հետ, տենց մենք որպես ժողովուրդ դրան համաձայնություն տվել ենք, որ Արցվաշենը տենց թողնվի ու ոչ ոք է դրա մասին չխոսա։ Բայց ասածս ինչ է, քանի որ կա կոնֆլիկտ, չլուծված հարց, չլուծված սահման, իհարկե տենց երևույթները ցավոք սրտի իրականություն են դարձել։ Բայց հիմա դրա լուծելու տարբերակը ո՞րն է։ Դրա լուծելու տարբերակը այդ նույն սահմանազատում ու սահմանագծում անելն է։ Ուրիշ ո՞նց բա այդ հարցը պետք է լուծվի։ Հիմա եթե ասեն, այ չէ, գնանք մենք ռազմական ուժով հետ բերենք, այդո իրանք էլ Արցվաշենը բերեն, բա ինչի չեն բերում։ Պակաս տարածքեր, ասենք Արցվաշենը ավելի վատ Հայաստան էր, քան Ջերմուկի այդ տարածքները։ Տրամաբանությունը ո՞րն է տեղ։ Սխալ օրակարգեր են դրվել կամ չեն դրվել, օրակարգերում չի եղել այդ հարցը։ Տարածքային նկրտումների մասին երբ խոսում ենք, մենք անդադար ասում ենք, իշխանությունը անդադար ասում է, որ խաղաղությունը արդեն եկել է, մենք օգոստոսի 8-ից բացարձակ այլ իրականության մեջ ենք, չէ՞, ապրում։ Բայց դրան անդադար հետևում է Ադրբեջանի կողմից Ալիևի խոսույթը, որ չգիտեմ, ամեն դեպքում նկատելի է իր խոսույթում նկրտումները Հայաստանի Հանրապետության տարածքների հանդեպ, եւ
մենք ելույթը տեսանք վերջին նրա, երբ նա ասում է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Երևան, գան այստեղ ապրեն եւ ոչ թե տանկերով գան, այլ մեքենաներով եւ նրանք ծաղկեցնող ժողովուրդ են եւ նրանք կարող են գալ եւ ծաղկեցնել։ Ակնհայտ է, չէ, որ Ալիևը չի ուզում, որ ադրբեջանցին գա Երևանում հայ մարդու հետ խաղաղ ապրի կամ ինչի համար ադրբեջանցին պիտի գա Երևան։ Ինչի այդ հարցը դրվում, ինձ կբացատրեք։ Ես համաձայն չեմ դրա հետ, որ խաղաղությունը մի հատ վերջնակետ է, որը տենց ինչ-որ հանգրվանա, գնում հասնում ես ու վերջ, ըստ իս խաղաղությունը դա process է ինչ-որ ու անվերջ process է, ու դա մենակ մեզ ու Ադրբեջանին չի վերաբերում, դա աշխարհի բոլոր երկրներին է վերաբերվում։ Խաղաղությունը process է, որի համար անընդհատ աշխատանք է պետք կատարել։ Հիմա ինչը վերաբերում է Ալիևի նկրտումներին, իհարկե ինքը այդ նկրտումները ուզի ունենա, ունի, ինչի պետք է չուզենա, մենք էլ այդ նկրտումներն ունենք մեր սրտի խորքում, եթե հնարավորություն ունենայինք արտահայտելու, կարտահայտենք։ Բայց հիմա հնարավորությունը չունենք արտահայտելու, չենք կարողանում։ Ես ասում եմ մեր ներսում, ոչ թե քաղաքականության իմաստով։ Հիմա Ադրբեջանը, Ալիևը իր խոսույթը ցավոք սրտի դիրքավորում է այդ տրամաբանության մեջ։ Հիմա մենք ինչ պիտի հակադարձենք դրան, հա, հարցը դառնում է սրան։ Ինքը այդ խոսույթով է խոսում։ Հիմա այդ խաղաղությունը կա, չկա, ասենք Թուրքիայի ու Հունաստանի մեջ կա խաղաղություն։ Հարց եմ տալիս, կա խաղաղություն։ Նայած ինչպես ենք պատկերացնում։ Այ հենց տեղա, նայած ինչպես ենք պատկերացնում։ Եթե նկատի ունենք, որ իրանք իրար վրա չեն հարցակվում, բաց սահման ունեն, դուք կարող մեքենայով նստեք, Թուրքիայից անցնեք։ Թշնամանքի մասին է խոսքը։ Հա, բայց մեքենայով դուք կարող եք նստել, Թուրքիայի տարածքից անցնեք Հունաստանի տարածք, խնդիր չեք ունենա, բեռներ են տեղափոխվում, անցուդարձ է լինում, իրար վրա չեն հարձակվում, երկուսն էլ ՆԱՏՕ-ի անդամ են։ Կարանք ինչ որ ձևաչափով ասենք խաղաղություն կա այնտեղ, բայց դա չի հերքում են փաստը, որ այդ երկու ժողովուրդները նույնիսկ ղեկավարների մակարդակով բարբերաբար իրար կծում են։ Ինչ որ մեղադրանքներ են ներկայացնում, ինչ որ պահանջներ են ներկայացնում։ Այստեղ խնդիրը այն է, որ հայկական կողմից այդ պահանջը չի ներկայացվում, մեղադրանքները չեն ներկայացվում շատ հաճախ, հակադարձումները շատ հաճախ չեն լինում եւ այստեղ է խնդիր առաջանում, այ ասում են, մենք իրավունք չունենք անգամ մեր պատմական տարածքների մասին հիշել, դրա մասին խոսել, եթե իրենք կարողանում են, լավ, մենք ինչի չենք կարողանում, դե խաղաղության դարաշրջանը թող իրենք էլ համահունչ պահեն իրեն այդ դարաշրջանը։ Մենք էլ կարանք խոսանք, բայց դա մեզ ինչ կտա։ Հիմա օրինակի համար Երևանում նստած որ ինչ որ մի հակադարձում մենք անենք, մենք էլ ասենք դե Բաքու չի Բաքուրավանա։ Ռուբեն Ռուբինյանը հակադարձում արել էր։ Չէ, ասենք թե ասեցինք Բաքու չի Բաքուրավանա կամ ասենք ինչ որ սկսեցինք Coca-Cola-ն նորից հիշել։ Դա այդ մեր ճանապարհը, հա, խաղաղությունը առաջին հերթին մեզ է պետք, որովհետև այս պահին թույլը մենք ենք ու վտանգի տակ գտնվողը մենք ենք։ Դա մեզ ավելի է մոտեցնում, այսինքն մեր անվտանգային ռիսկերը դա նվազեցնում է թե ավելացնում է։ Մենք այս տրամաբանությունից պիտի ելնենք։ Հիմա Ալիևը գուցե եւ կուզենա նենց իրավիճակ ստեղծի, որ այդ օգոստոսի 8-ի համաձայնագրերի մի մասը խախտվի ու ինքը կարողանա դա ներկայացնել, որ ու կարողանա ինքը դա ներկայացնել, որ մենք երկու կողմն էլ խախտել են։ Հիմա դա մեզ ձեռնտու է, որ լինի այնպիսի իրավիճակ, որ շուտ ժամանակին, որ Արցախում կրակում են, մեր վրա են կրակում, բոլոր կողմերից, Ռուսաստանից մինչև Միացյալ Նահանգներ, ասում են երկու կողմերին կոչ ենք անում, որպեսզի չխախտեն հրադադարի պայմանները։ Հիմա մեզ պետք է, որ ասեն երկու կողմն էլ սենց արեք կամ նենց արեք։ Թե մեզ պետքա որ այդ խնդիրը միայն Ալիևի վրա մնա։ Հիմա որն է մեր համար ավելի ձեռնտու։ Այս պահին ինչ որ բան ասել ու նստել աթոռին տենց թինք ընտանք ասենք այ մի բանը մենք պատասխանեցինք, թե մենք նայենք իրականությանը, որն է ավելի մեր համար անվտանգային ռիսկերը պակասացնում։ Իմ կարծիքով այն, որ այդ ամեն ինչը մնա Ալիևի վրա, եթե խախտելու է, թող ինքը խախտի, ոչ թե մենք երկկողմանի խախտենք։ Այդ ասելը մեզ ինչ է տալիս։ Հիմա մենք մտնենք Ադրբեջանի հետ ինչ որ պատմական պոլեմիկայի մեջ, մենք այս տեղից քարտեզներ հանենք, իմիջիայլոց էդ էլ հաշվի առնենք, որ ինքը դա ձևակերպում է այնպես, որ դու ոչ մի իրավական ձևակերպումով չես կարող ասես, որ դա տարածքային պահանջ է։ Ինչ է ասում։ Ասում է ցարական Ռուսաստանի քարտեզների մեջ Սևան բառը գրված չէր, գրված էր Գյոկչա։
Սխալ կա տեղ։ Հիմա ինչ պրետենզիա է իրան ներկայացնելու։ Ասես ինչի ես դու ասում որ ցարական փաստա չէ դա որ ցարական Ռուսաստանի քարտեզի մեջ գրած ա եղել Սևանի փոխարեն Գյոկչա։ Կամ ասում է այ Սևանի ափին ադրբեջանցիներ են ապրել։ Դա փաստա չէ։ Չես կարա չէ դա հերքես։ Ուզում ասեմ ինքը այդ ձևակերպումներն այնպես է տալիս որ դու չես կասես ես իրան քարշեմ տալի միջազգային դատարան ու ասեմ դու ինչ ես ասում որ Սևանի ափին ապրել։ Մենք էլ դրա մասին ասենք։ Կարաս ասես։ Բախի չենք ասում։ Ո՞վ է ասում, չի ասում, այդ հայրենակցական միություն չկա Վիլեն Գաբրելյանի։ Կա, չէ։ Մեզ արգելում են խոսել այդ մասին։ Ո՞վ է արգելում խոսել։ Դա դիտվում է նկատում։ Բայց ո՞վ է արգելում խոսել։ Ուղիղ իմաստով արգելքներ չկան, բայց ակնհայտ է, եթե իշխանությունը անդադար ամեն ինչ անում է եւ ասում է, որ չպետք է սրա մասին խոսել։ Մենք տարածքային նկարտումներ չունենք, մենք չենք պայքարում ոչինչի համար։ Մեր հայրենիքը դա 27900-ն է եւ դրանից զատ մենք ոչինչի համար պայքար չենք մղում։ Դա ակնհայտ է, որ մենք չենք ընդունում այն տեսակետը, որը սրանից դուրս է 27900-ից դուրս է եւ եթե դրա մասին խոսում են, ուրեմն իսկ Ալիևն ինչ ասում, Ալիևն էլ ասում, ես տարածքային նկարտումներ չունեմ, հենց այդ ձեր երեկվա նշած ելույթի մեջ ասում է ադրբեջանցիները երբեք սեպարատիզմով աչքի չեն ընկել որևիցե երկրի տարածքում, ոչ մի տարածքային նկարտումներ չունենք մեր հարևան երկրների նկատմամբ։ Հիմա դուք ասում եք Սահմանով անցնում են գնան Երևան, խի են ուզում։ Հիմա դուք ասում եք արգելվում է, այսինքն իշխանական քաղաքական գործիչը հասարակական կազմակերպության, չեմ, տնօրենը, ղեկավարը, ու դուք կարծում եք, որ դա արգելվում է մեզ խոսել այդ մասին, արդյոք գնում է միջազգային հարթակներում ելույթ է ունենում այդ հայրենակցական միության անունից, դա ոնց մենք դա կապցնենք այդ երկուսն իրար, էլի, բա ոնց է արգելվում։ Այդ մարդը իշխանական քաղաքական գործիչ է։ Մի բան ասեմ, նախաստորագրությունը, երբ որ եղավ Միացյալ Նահանգներում, նախաստորագրության մեջ կետ կա, որտեղ ատելությունը, այդ ընդհանուր ասված սեպարատիզմը պետքա վերացվի, բայց դրա տակ ոչինչ գրված չի, ինչ ենք ընկալում սեպարատիզմ ասելով։ Մենք կարող ենք, չէ՞, մի օր գալ հանգել այն կետին, որ ասեն, որ եթե մենք խոսում ենք օրինակ այս տարածքի մասին, օրինակ Արցախի մասին, դա, չգիտեմ, շատ լուրջ վտանգներ է սպառնում մեր անվտանգությանը։ Կարող է չէ՞ տենց օր գալ։ Հավատում եք, չէ՞։ Կարա եւ այդպես լինի։ Բայց դա չի նշանակում, որ մենք արգելքների առջև կկանգնենք ինչ որ պահի։ Դե այդ փոխադարձ արգելքները նրանց համար է գոյություն ունենալու։ Հիմա մենք էլ կարանք խոսանք, իրանք էլ կարան խոսան։ Հիմա ստեղ հարցը մեզ պետք է այդ ուղղությամբ գնալ, այդ պոլեմիկայի մեջ մտնել։ Հիմա եթե Ալիևը գիտի, որ ինքը այդպես բան է ասում, մեր հասարակությունը ու առավելապես ընդդիմադիր քաղաքական դաշտը դա երկնային մանանա է, հա, իրանց համար Ալիևի խոսքը վերևից իջավ, մենք ուրիշ հակադարձելու բան չունենք իշխանություններին, հակադարձենք Ալիևի խոսքերով։ Հիմա ինքը իհարկե կուզենա դրանից օգտվի, ինչի պետք է չուզենա։ Հիմա դրա դեմ մենք ինչ կարանք անենք, կամ պիտի դա անտեսենք, կամ պիտի գնենք մենք էլ սկսենք այդ ձև հակադարձել իրան։ Դա մեզ ինչ որ անվտանգային ավելի լավ պայմաններ է մեր համար ստեղծել։ Այսինքն մենք ստեղից որ ասեցինք Ալիև խելոք մնա, դա մեր անվտանգային բարձիկը ավելի ասենց ուռացնելու թե հակառակը։ Մենք այդ տեսանկյունից պիտի ենք վերջնարդյունքը մեր ուզածը ինչ է։ Շատ լավ, իսկ վերջնարդյունքը լինելու է այնպես ինչպես մենք ենք ուզում։ Ալիևը պատրաստ է խաղաղության։ Պիտի աշխատենք այդ ուղղությամբ։ Որն է այդ աշխատանքը, այսինքն չհակադարձելով մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Այդ աշխատանքը թղթեր ունենալն է։ Տեսեք, այդ օգոստոսի 8-ի մեջ ինքը իր նկարտումների համար շատ ավելի խոցելի բաներ է ստորագրել միջազգային մակարդակով թղթեր է ստորագրել իր նկարտումների համար ավելի խոցելի բաներ, քան են խոսքերը, որ ինքը ասում է։ Թող ադրբեջանցի ժողովուրդը արդեն գնա Իրանից հաշիվ պահանջի, որ ասի դու ինչ Գյոկչայի մասին ես խոսում, եթե դու գնացել ես ստորագրել ես Ալմատան ես ընդունել, որ դու տարածքային նկարտումներ չունես, որ դու ատելություն, թող ադրբեջանցի ժողովուրդը գնա Իրանից այդ հաշիվը պահանջի, դու ինչ ես խոսում, եթե դու գնացել ուրիշ բան ես ստորագրել։ Հիմա նույնը մենք կարայինք ասենք, չէ՞, ասենք եթե այս կողմից սկսվի խոսել, դա վերջնական չի, չէ՞։ Հողի վրա մենք չենք տեսել, այսինքն այդ էս էլ մի հատ հասկանանք, էլի որ ասում ենք նախաստորագրություն։ Ասենք նախաստորագրությունը դա ստորագրությունը չի, բայց նախաստորագրում ես այն կետերը, որը պիտի լինի արդեն վերջնական ստորագրության մեջ, ճիշտ է։ Շատ լավ, բայց մինչև
չի եղել վերջնական փաստաթուղթը, դա առ ոչինչ է։ Դե որ առ ոչինչ չեն ստորագրում։ Ինչն է այդ փաստաթղթից Ես էլ այս կողմից այդ հարցը դա տամ, ճանապարհը, որը տանում է դեպի խաղաղության վերջնական փաստաթղթի, Այո։ բայց այդ փաստաթուղթը այս պահի դրությամբ ոչինչ չի ներկայացնում իրենից։ Բան չասեցի, մենք էլ մեր կողմից պիտի փորձենք այնպես անենք, որ դրթենք Ադրբեջանին, ինքը չունենա ոչ մի այլ հնարավորություն, դուրսում այլ հնարավորություն նկատեմ իր համար ավելի բարենպաստ լինի այդ թուղթը ստորագրել, քան չստորագրելը։ Մեր անելիքն էլ Ես դա էլ դա պիտի եմ լինի։ հարցնում, ինչ պիտի անենք։ Այդ անելիքների շարքում 3 անելիք նշեք։ Կամ մի երկուսը լավ։ Դե առաջին հերթին դա պիտի լինի միջազգային ճնշումը, որ ստորագրել ես, ուրեմն պիտի հետևես այդ պայմաններին։ Դա պիտի լինի առաջինը։ Անում ենք։ Դե ես տեսնում եմ, որ անում ենք։ Բայց թղթերն ինչի համար, նախաստորագրում ինչի համար ենք ստիպում, որ հա, այ մենք քեզ կտանք ինչ որ բլիթ, ինչ որ մի բան, անցում Նախիջևան, բայց դու դրա փոխարեն պիտի սա անես։ Տենց է աշխատում, հա, դու չես կարա պրոտեստես, այ Ադրբեջան, դե արի էսի սենց արա։ Դա այդ միջազգային քաղաքականությունը, այդ արտաքին հարաբերությունները ինչ որ առևտուր է։ Մի բան դու ես տալի, մի բան դու ես տանում։ Հիմա որպեսի դրթես նրան դա անել, ինչ որ պիտի ցնցած իր համար դա ստորագրելը պիտի ավելի լավ լինի, քան չստորագրելը։ Հիմա դու պիտի կարողանաս ստեղծել այդ իրավիճակը։ Հիմա ասում եք ոնց պիտի դա ստեղծվի։ Դա նախ այդ ճնշողների հետ աշխատելն է, հա, ով կարա ճնշի իրան, կարա ճնշի Թուրքիան, կարա ճնշի Արևմուտքը, կարա ճնշի Ռուսաստանը, կարա ճնշի Միացյալ Նահանգները։ Հիմա այդ մեծ աշխարհի հետ պիտի ինչ որ բան գտնել։ Հիմա ես տեսնում եմ, որ դա լինում է։ Եթե չլիներ, այդ նախաստորագրումը չէր լինի, որ ուն չուզենար չէր ստորագրի, չէ ինքը։ Ինչի համար է դա ստորագրում։ Իրան ավելի լավ եղավ դրանից։ Ուրեմն լավ եղավ, չէ՞ որ ինքը դա ստորագրեց։ Իսկույն ինչ որ մի բան այնպես դասավորվեց, որ դա ստորագրելը իր համար ավելի նախընտրելի դառավ, քան չստորագրելը, որովհետև մի տարի առաջ կամ 6 ամիս առաջ ոչ մեկ չէր մտածում, որ ինքը այդ նախաստորագրելունն էլ կստորագրի։ Հիմա հաջորդ քայլը պիտի նել փորձել դրթել նրան, որ վերջնական ստորագրմանը գնա։ Երկրորդ կետը որ անելիքների մեջ է։ Երկրորդ անելիքը ես կարծում եմ, որ պիտի շանս չտալ Ալիևին, որպեսի կարողանա դա չանելը գցի մեր վրա։ Որտեվ ինքը շատ դեպքերում իր չուզեցած անելիքը գցելու է մեր վրա, ասելու այ Հայաստանն էր մեղավորը, որ էսի սենց եղավ։ Կարա ինքը սադրի, կարա դրթի, մեզ պետք չի տրվել այդ սադրանքներին, հա, սադրեմ, թող Հայաստանը լինի մերժողը։ Մեզ պետք չի դա, որ մենք լինենք մերժողը։ Եթե պետք է մերժող լինի, թող ինքը լինի։ Այ հիմա ոնց ենք մենք ասում 19 թվի համար, հա, ընդդիմադիր քաղաքական գործիչները։ Էլի Ալիևը չէր համաձայնվելու ինչ որ բան, բայց թող մերժողը մենք չլինեինք։ Սենց է, չէ՞ ձևակերպումը։ Հիմա նույնն էլ կարանք ասենք, խենք ուզում մենք լինենք այդ մերժողը կամ լինենք երկուսս էլ մեղավոր։ Եթե պետք է մեղավոր լինի, թող ինքը լինի մեղավոր։ Այ մեր երկրորդ անելիքը դա է։ Եվ երրորդ անելիքը իհարկե պիտի գետնի վրա, հա, ֆիզիկական, ռազմական բաղադրիչը մեր գնալով բարելավենք, որ ռազմական կամ այլ ճանապարհներով խնդիր լուծելը լինի ավելի դժվար Ադրբեջանի համար։ Ունես, ինչ որ մեծ բաներ չկա, էլի գաղտնիքներ տեղ չկա։ Մի խոսքով կանխատեսում եք, որ խաղաղության պայմանագիրը վերջնական տեսք կունենա։ Ես չեմ կարող դա կանխատեսեմ, բայց ես կարծում եմ, որ մենք մեր կողմից պիտի անենք ամեն ինչը, ամեն հնարավորը, որպեսզի այդ խաղաղության օրակարգը գնալով ավելի հաստատուն դառնա, որտեղ ինչքան ժամանակ անցնում է, այդ ժամանակը նաև մեր օգտին է աշխատում, որտեղ այդ ինչքան կոնֆլիկտը հնանում է, ինչքան այդ բաները մարդիկ են, հա, սովորում այդ իրավիճակին։ Հիմա եթե ինչ որ մի փուլում ինչ որ անցակետ բացվի, մարդիկ դրան են սովորելու, ինչ որ տրանսպորտային հանգույց ձևավորվի, տրանսպորտային անցում լինի, Թուրքիայից սահման բացի, մարդիկ դրան են սովորելու։ Ինչքան ժամանակ անցնի, այնքան մեր օգտին է լինելու։ Իմ տրամաբանությունը այս հատույթի մեջ է։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Թարմ ուղեղով իմ զրուցակիցը հրապարակախոս եւ արձակագիր Հայկ Հովյանն էր, իսկ ձեզ համար տաղավարում աշխատեց Մոնիկա Մամյանը։ Հետևեք Գործար ալիքին, բայց չթողնեք մեր հաղորդաշարերը, կհանդիպենք։